Mr. Hambarian, what is your take on what's going on in Armenia right now? Պարոն Համբարյան, ինչպես եք գնահատում այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի կառավարությունը հարձակվում են եկեղեցու վրա, բանտարկում են մեր հոգևոր առաջնորդներին ու անցկացնում են կեղծ պատարակ։ So what is he trying to achieve? Well, if Nikol Pashinyan had popular support, Եթե Նիկոլ Փաշինյանը ունենար ժողովրդական աջակցություն, եթե լիներ ընդհանուր աջակցություն ճակերտավոր ասած խաղաղության գործընթացին, որը ըստ էության պարտադրվում է Հայաստանին զենքի սպառնալիքով, ապա մենք չենք տեսնի, թե ինչպես է նա ձերբակալում arczepiskoposներին, եպիսկոպոսներին, ծխական քահանաներին, սարկավագներին։ Նա չէր բանտարկի այլախոհներին, երկրում ժողովրդավարության ձայներին։ Ակնհայտ է, որ նա չունի ժողովրդական աջակցություն, եւ նա փորձում է դա փոխհատուցել այլախոհության դեմ պարզապես շատ բռնի ճնշումներով։ Is it trying to Նա փորձում է բաժանել նաև հայկական եկեղեցին եւ հայկական սփյուռքը։ Կարծում եք նա կհաջողի։ I think what he's doing is very unhealthy. Կարծում եմ այն ինչ նա անում է շատ վնասակար է հայ հասարակության համար բոլոր մակարդակներում։ Հայ եկեղեցին, ինչպես բոլորս գիտենք, առաքելական եկեղեցի է, առաքելական հաջորդականությամբ, սկսած Թադեոսից եւ Բարթողոմեոսից, Հիսուսի առաքյալներից, որոնք քարոզել են առաջին դարում Հայաստանում։ Մենք ունեցել ենք շարունակականություն առաջին դարից մինչեւ այսօր։ Եվ հիմա նա միջամտեց եւ ասաց, որ ինչ որ կերպ իրավունք ունի որոշել, թե ով կառաջնորդի հայկական եկեղեցին։ Սա աշխարհիկ իշխանության շատ իսկապես դրամատիկ չարաշահում է մեր հոգևոր հաստատությունների նկատմամբ։ can I say like ANCA ANC-ը լիովին աջակցում է Գարեգին երկրորդ կաթողիկոսին։ ANC-ը լիովին աջակցում է հայ եկեղեցուն, մեր բոլոր հաստատությունները, լինի դա առաքելական եկեղեցին, մեր կաթոլիկ եղբայրներն ու քույրերը, մեր ավետարանական եղբայրներն ու քույրերը, մենք լիովին աջակցում ենք հայ եկեղեցուն։ Մենք բարձրացնում ենք հայ եկեղեցին եւ հասկանում ենք նրանց արժեքը, կենտրոնական դերը մեր ազգի պատմության եւ մեր ազգի ապագայի մեջ։ Եվ մենք ոչինչ չենք անի, որը կարող էր նսեմացնել կամ վնասել եկեղեցին որևէ կերպ։ Մենք պետք է բարձրացնենք եկեղեցին, այլ ոչ թե քանդենք այն։ Իսկ վեհապարի անձնակազմի մասին ինչ կասեք։ Vehapar, whether it's Vehapar, Վեհապարը, լինի դա վեհապար Արամը թե վեհապար Գարեգինը, նրանք մեր եկեղեցու գագաթնակետն են։ Նրանք մարդիկ են, որոնցով մենք հիանում ենք եւ հոգեվոր առաջնորդություն ենք ստանում։ Մենք նաեւ հասկանում ենք, որ մեր համայնքի աշխարհիկ եւ քաղաքացիական ձայները կկառավարեն հայ ժողովրդի քաղաքացիական կյանքը։ Բայց երբ խոսքը վերաբերում է եկեղեցու եւ հոգու ճանապարհին, սա նրանց ճանապարհն է։ Ես գնում եմ հայկական եկեղեցի եւ աղոթում եմ այն եկեղեցուն, որը ղեկավարում է Գարեգին կամ Արամ վեհապարները։ Some people in Armenia and especially in diaspora they started having like some deaths about thinking about Հայաստանում եւ հատկապես Սփյուռքում մարդիկ սկսեցին որոշ կասկածներ ունենալ այն մասին, թե արդյոք Արամ վեհապարը աջակցում է Գարեգին վեհապարին։ Կարծում եք դա այդպես է, թե պարզապես սխալ մեկնաբանություն է։ Ես կարծում եմ, որ հայ առաքելական եկեղեցին իրականում շատ միասնական եկեղեցի է։ Չնայած բաժանման մասին բոլոր խոսակցություններին դա շատ միասնական եկեղեցի է։ Անտիլիասը եւ Էջմիածինը եղբայրներ են։ Տարիների ընթացքում տարբերություններ են եղել, որոշները հիմնված աշխարհագրության, որոշները պատմության, որոշները սառը պատերազմի քաղաքականության վրա։ Բայց նրանց սրտում կա մեկ հայ առաքելական եկեղեցի, եւ այդ եկեղեցու յուրաքանչյուր անդամ տեղական ծխական քահանաներից մինչեւ վեհապար եղբայրներ են, եւ վերջին հաշվով նրանք միասին են լինելու։ A few days ago Vice President JD Vance was in Jerusalem and he Մի քանի օր առաջ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը Երուսաղեմում էր եւ այցելեց հայկական թաղամաս։ Ունեք արդյոք որևէ լրացուցիչ տեղեկություն մանրամասնել այն մասին, թե արդյոք նրանք զրույց են ունեցել հայկական թաղամասի եւ Իսրայելի պետության միջև արկա խնդիրների վերաբերյալ։ well, let me say this. When senior U.S. officials visit Jerusalem, usually the highest profile Դե թույլ տվեք ասել հետևյալը. Երբ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները այցելում են Երուսաղեմ, սովորաբար նրանց ամենաբարձր մակարդակի այցելությունը, ասենք, հրեական վայր է, հրեական սրբավայր։ Նրանք գնում են Լացի պատի մոտ, գնում են Տաճար եւ այլն։ Փոխնախագահ Վենսը որոշեց գնալ Սուրբ Գերեզմանի եկեղեցի։ Սա ամբողջ քրիստոնեության ամենասուրբ վայրերից մեկն է եւ ունի 3 պահապան՝ հույն ուղղափառ եկեղեցի, հայկական եկեղեցի եւ կաթոլիկ եկեղեցի։ Նա այցելեց ոչ միայն 1 րոպեով, ոչ միայն 10 րոպեով, այլև 90 րոպեով։ Եվ այդ այցելության ընթացքում նա ժամանակ ունեցավ զրուցելու հայոց պատրիարքի, լատին պատրիարքի, կաթոլիկ պատրիարքի եւ հույն ուղղափառ պատրիարքի հետ։ Նա մեր հասկացողությամբ շատ մանրամասն քննարկում ունեցավ նրանց հետ։ Ոչ միայն եկեղեցու մասին, որը Վենսը նկարագրել է որպես իր երբևէ կատարած ամենաիմաստալից այցելություններից մեկը, այլև Սուրբ Երկրում վտանգված քրիստոնյաների ապագայի մասին։ Եվ նաեւ մասնավորապես հայկական թաղամասի մասին, որը սպառնալիքի տակ է։ Այն սպառնալիքի տակ է անարդար հարկման եւ շատ կասկածելի հողային գործարքների
հարձակումների պատճառով, որոնք կնքվում են հայերին հայկական թաղամասից եւ ի վերջո Երուսաղեմից վտարելու համար։ Այսպիսով ամեն անգամ, երբ փոխնախագահը ոտք է դնում Երուսաղեմ, մտնում է Սուրբ Գերեզման, խորհրդակցում մեր եկեղեցու առաջնորդների հետ, մենք կարծում ենք, որ դա լավ է։ Դա նպաստում է Սուրբ Երկրում հայերի նկատմամբ խտրականության, հալածանքների վրա համաշխարհային ուշադրության կենտրոնացմանը։ And the last question, Steve Bannon, who's Trump's former Եվ վերջին հարցը Ստիվ Բենոնը, ով Դոնալդ Թրամփի նախկին ազգային անվտանգության խորհրդականն է, եթե չեմ սխալվում, եւ MAGA-ի շատ բարձրաստիճան անձնավորություն, առաջարկում է 3 պետությունների լուծում մերձավոր արևելքի համար։ Պետք է լինի Երուսաղեմի քրիստոնեական պետություն։ Ինչ եք կարծում այս մասին։ Ես վստահ չեմ, թե ինչ մտածեմ նրա կոնկրետ առաջարկի մասին։ 3 պետությունների լուծման մասով, որը կենտրոնացած է քրիստոնեական, մուսուլմանական եւ հրեական բաղադրիչներով Երուսաղեմի վրա։ Բայց ես կասեմ, ամեն ինչ, որը ընդգծում է մեր հայկական ներկայության, մեր քրիստոնեական ներկայության վտանգը Երուսաղեմում, լավ է։ Եթե մենք կարողանանք այդ հարցը բարձրացնել համաշխարհային ասպարեզում, սա չպետք է լինի միայն հրեաների եւ մուսուլմանների մասին քննարկում։ Սա պետք է լինի քննարկում, որը կներառի քրիստոնյաներին եւ նրանց անվտանգությունը։ Նրանց ապագան իսկապես պետք է լինեն, ես կասեի, քրիստոնեական քննարկման կենտրոնում ամբողջ աշխարհում, համաշխարհային քննարկման մակարդակով։